Շնորհակալություն, հարգելի պարոն Արշակյան, հարգելի գործընկերներ, օրենքի այս նախագիծը խիստ կարևորում եմ, որովհետև տարիներ շարունակ մեր համայնքի ղեկավարները եւ համայնքապետարանները խնդիրներ են ունենում օրենքի հետ կապված եւ դրա մեկնաբանությունների հետ կապված։ Եվ այստեղ եթե մենք թողում ենք այս բացը մնում է եւ ժամանակի ընթացքում կուտակվում են, հետո դատախազությունն է սկսում զբաղվել այդ մարդկանցով։ Շատ ավելի ճիշտ է, որ հանրային միջոցները, որոնք տրամադրված են համայնքներին, պետք է օգտագործել նպատակին եւ արդյունավետորեն։ Եվ սա պետք է այդ գործառույթը հենց այո պետական վերահսկողության ծառայության հստակ քաղաքականությունն է։ Եվ ՊՎԾ-ն է, որ կարող է կանխարգելել նույնիսկ նման հանցագործություններ, որովհետև այդ կառույցը լինելով հենց կառավարության համար մեկ ստուգող մարմինը ինքը չի կարող համայնքներին այլ կերպ դիտել, քան կառուցվածքային ստորաբաժանումներ։ Այսինքն դիտարկել եւ ուսումնասիրել եւ հուշել, օգնել մեկ գործառույթ է, բայց հետևանքների հետևը գնալը բոլորովին այլ գործառույթ է։ Այս իմաստով վստահ եմ, որ համայնքները եթե ճիշտ վերլուծեն, սա շատ օգնող գործիքակազմ է, այս օրենքը կարող են իսկապես նպատակային օգտագործել, ժամանակին հարցումներով ստանալ պատասխանները համայնքներից, արդյոք այս գործողության մեջ օրինականության խնդիր կա, թե ոչ, խնդրահարույց է այս ծախսը, թե խնդրահարույց չէ, եւ այս հարցերի պատասխանների արդյունքում մենք կդադարենք քրեական գործերի այս քանակը, իմ տվյալներով 57 համայնքի ղեկավար քրեական որևէ գործով անցնում է եւ սա վտանգավոր ընթացք է, եթե մենք չկանխենք եւ այս գործիքը գալիս է կանխելու հենց նման գործընթացները։ Կարծում եմ պետք է միասին մենք քննարկենք եւ այս որոշումը համարենք շատ կարեւոր եւ ժամանակին եւ քվեարկենք նախագծին կողմ։ Շնորհակալություն։